Պաշտոնապես հաստատվել է Իսրայելի վարչապետի Բաքու կատարելի կայցի մասին տեղեկությունը։ Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ին։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ ծրագրով։ Սա Նեթանյահուի երրորդ այցն է Ադրբեջան, մինչ այդ նա Բաքվում եղել է 2016 թվականին, իսկ դրանից առաջ 97 թվականին։ Դե գիտենք, որ Նեթանյահուի դեմ միջազգային քրեական դատարանը վճիռ է կայացրել եւ նա պետք է ձերբակալվի ցանկացած այլ երկրում, որը դատարանի անդամ է, սակայն Ադրբեջանը իրեն չի համարում պարտավոր կատարելու այս վճիռը, այսինքն այդ իմաստով որևէ խնդիր իհարկե չի լինելու։ Ամենաուշագրավը այս այցում այն է, որ այն տևելու է մինչև մայիսի 11, այսինքն 5 օր։ Այն դեպքում, երբ այցը պաշտոնական է, ոչ թե պետական։ Սովորաբար երկար են տևում պետական այցերը, եւ նույնիսկ պետական այցերը 3 օրից ավել չեն լինում։ Թե ինչով է զբաղվելու Նեթանյահուն Բաքվում 5 օր, դա կարող ենք միայն ենթադրել եւ կարող ենք պատկերացնել, որ սպասվում են շատ կարեւոր բանակցություններ, որոնք տեղի են ունենալու մի քանի փուլով եւ տարբեր մակարդակներում։ Նշեմ, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը ըստ ծրագրի պետք է կայանա մայիսի 8-ին։ Հաջորդ օրը Իլհամ Ալիևը մեկնելու է Մոսկվա երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը նշելու։ Այդ օրերին, երբ Ալիևը Բաքվում չի լինելու, Նեթանյահուն հանդիպելու է ըստ ծրագրի ադրբեջանցի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ, հանդիպումներ է ունենալու հրեական համայնքի ղեկավարների հետ։ Իդեպ հետաքրքիր է, որ մայիսի 8-ին նա շահիդների ծառուղում պսակ է դնելու Ադրբեջանի ազգային հերոս ազգությամբ հրեա Ալբերտ Ագարունովի գերեզմանին, ով հենց այդ օրն է մահացել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշիում 92 թվականին։ Բայց նաև կարող եմ ենթադրել, որ Ալիևի վերադառնալուց հետո եւս մեկ հանդիպում կտեղի կունենա երկու երկրների ղեկավարների միջև, որը առայժմ ծրագրում չկա։ Բացի դա, ես կարող եմ միայն ենթադրել, որ այս բանակցություններում անուղղակի ձևով ներկա է լինելու նաև երրորդ կողմը, որի հետ հարաբերությունները այս այցի կարևոր նպատակներից մեկն են։ Թուրքիան նկատում է։ Այո, կարող եմ ասել բավական մեծ վստահությամբ, որ Թուրքիան այս կամ այն ձևով այս բանակցությունների կողմ է լինելու եւ որ Բաքուն այս անգամ եւս միջնորդի դերում է հանդես գալու։ Մանավանդ եթե նկատի ունենանք այն, որ պաշտոնապես հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ այս այցից անմիջապես հետո մոտ 10 օր հետո, միգուցե 2 շաբաթ հետո Թուրքիայի նախագահ Էրդողանն է Բաքու գալու եւ դա պատահական զուգադիպություն չէ իհարկե։ Ադրբեջանը ժամանակին արդեն հանդես եկել է որպես Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման միջնորդ։ Այդպես էր 2021 թվականին, երբ հենց Իլհամ Ալիևի ջանքերի արդյունքում ի վերջո կողմերը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզված էին 13 տարի շարունակ։ Բայց դրանից հետո հարաբերությունները կտրուկ լարվեցին նորից, այն բանից հետո, երբ Սիրիայում իշխանության եկան թուրքամետ գրոհային այն արմատականները, որոնց դեմ Իսրայելը ռազմական հարձակումներ իրականացրեց Սիրիայի տարածքում։ Իհարկե Ադրբեջանը այդ թուրք-իսրայելական բարելավման գլխավոր բենեֆիցիարն է, քանի որ եւ Իսրայելը եւ Թուրքիան Ադրբեջանի ամենակարևոր դաշնակիցներն են եւ Ադրբեջանը շատ է կորցնում դրանից, որ այդպես էլ չի կարողանում վերջնականապես ձևավորվի այդ եռակողմ դաշինքը, որի հետ Ալիևը շատ մեծ հույսեր է կապել եւ որի բացակայության պատճառով Ադրբեջանը խնդիրներ է ունենում Թուրքիայի հետ։ Իդեպ ընդամենը 2 շաբաթ առաջ, մի քիչ ավել, ապրիլի 10-ին Ադրբեջանը նույնպես միջնորդի դերում հանդես եկավ, երբ հենց Բաքվում տեղի ունեցան Թուրքիայի եւ Իսրայելի միջև բանակցությունները հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով։ Տեղեկությունն այն մասին, որ Բաքուն միջնորդ էր, պաշտոնապես հաստատվեց եւ Նեթանյահուի աշխատակազմը շնորհակալություն հայտնեց Ալիևին այդ միջնորդի դերը կատարելու համար։ Մի շատ կարևոր հանգամանք
Այս անգամ Բենյամին Նետանյախուի ինքնաթիռը Երուսաղեմից կամ Թել Ավիվից Բաքու մեկնելու է Թուրքիայի տարածքով։ Մի բան, ինչը դեռ մի քանի շաբաթ առաջ անիրատեսական էր թվում։ Գիտենք, որ անցած տարվա նոյեմբերին Իսրայելի նախագահ Իցհակ Գերցոգի ինքնաթիռը ստիպված էր եղել շրջանցել Թուրքիան, երբ մեկնում էր Բաքու COP29 գագաթնաժողովին, քանի որ Թուրքիայի իշխանությունները չէին արտոնել օգտագործել իրենց օդային տարածքը։ Նույնը տեղի ունեցավ 3 շաբաթ առաջ, երբ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ինքնաթիռներ Թել Ավիվից Բաքու մեկնում նույնպես շրջանցել էին։ Այս անգամ Թուրքիան իրավունք է տվել օգտագործել սեփական երկրի օդային տարածքը, ինչը կարծում եմ նույնպես ինչ որ բան նշանակում է։ Արդյոք եւ էլ ինչ հարցեր են առաջին պլանում լինելու։ Դե վստահ եմ, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է այն, թե ինչպիսին կլինի Բաքվի դերն ու մոտեցումը, եթե Իսրայելի եւ Իրանի միջև առճակատումը ուժային փուլի հասնի։ Գիտենք, որ ընդամենը մի քանի օր առաջ, երկուշաբթի օրը Բաքվում էր պաշտոնական այցով Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքյանը, ով կարծում եմ փորձում էր երաշխիքներ ստեղծել, որ եթե պատերազմ սկսվի Իսրայելի եւ Իրանի միջև, Ադրբեջանը չեզոքություն կպահպանի։ Այժմ Նետանյահուի նպատակն է անել այնպես, որ այնուամենայնիվ Իլհամ Ալիևը լինի ոչ թե չեզոք, այլ այսպես պաշտպանի Իսրայելին եւ հնարավորություն տա սեփական տարածքը Իսրայելին օգտագործել որպես հանգրվան Իրանի վրա հարձակման համար։ Եվ կարծում եմ նույնպես պատահական զուգադիպություն չէ այն, որ հենց այդ այցի օրերին շարունակվելու են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները միջուկային գործարքի շուրջ։ Այս հանգամանքը եւս Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը ուժեղացնելու հնարավորություն է Ալիևի ձեռքում եւ իսկապես այնինչ վերջի շաբաթների ընթացքում տեղի է ունենում այս բարձրաստիճան պաշտոնյաների այցերը վկայում են այն մասին, որ Բաքվի դերը աշխարհաքաղաքական տարածաշրջանային գործընթացներում իսկապես շարունակում է աճել։ Շնորհակալություն, Արտем։